Արդեն իրականությունը դարձել հարյուրավոր հայերի երազանքը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրային համալիրում սեպտեմբերի 23-ին կայացավ աշխարհահռչակ հույն երաժիշտ Յանիի եւ նրա նվագախմբի համերգը։ Երաժշտություն, որը հուզում է ողջ աշխարհը խորագրի ներքո։ Երաժիշտը հատուկ հայ հանդիսատեսի համար մի շարք անակնկալներ էր պատրաստել։ Ներկայացվող մոտ 20 հին ու նոր ստեղծագործությունների մեջ փոփոխություններ արել։ Համերգից հետո իր տպավորությունները Յանին կիսեց Սլաքեյմի հետ բացառիկ հարցազրույցում։ Absolutely. I will be coming back. Maybe Սիրեցի Հայաստանը հենց օդանավակայանից իջա։ Բոլորը ժպտում էին ինձ, բոլորը գեղեցիկ են։ Մեզ մեր սեփական տանն ենք զգում։ Հիմա ցավով եմ նշում, որ Հայաստան կատարած այցս այսքան ուշացել է։ Կփորձեմ գոնե 1.5 տարի ընդմիջումից հետո կրկին լինել այստեղ։ Շատ գոհ եմ հայ հանդիսատեսից։ Ես իմ Երևանյան համերգը համարում եմ իմ լավագույն համերգներից մեկը։ Կարող եմ ասել, որ երբևէ ունեցած ամենալավ հանդիսատեսն էր հայ հանդիսատեսը։ Առաջին անգամն եմ Հայաստանում։ Շատ ջանք ու ժամանակ պահանջվեց ինձանից այս համերգն իրականություն դարձնելու համար, բայց երբ համերգի ողջ ընթացքում ես տեսա հանդիսատեսի ոգևորությունը, սերը իմ երաժշտության նկատմամբ եւ այն, թե ինչպես էր հանդիսատեսը վերջում ինձ ձայնակցում, անկեղծ եմ ասում, փշաքաղվել էի։ Եվ իմ ոգևորությունը անմիջապես փոխանցվեց ինձ նվագակցող ամբողջ խմբի անդամներին։ Հավատացեք, այդ հուզմունքից եւ հանդիսականից փոխանցված ջերմությունից մենք չկարողացանք նույնիսկ գիշերը քնել։ Չեք պատրաստվում առաջիկայում ձեր երաժշտական ցանկում հայկական երաժշտություն կամ զուտ հայկական էլեմենտներ ներմուծել։ even at night, and I saw the square. Is that the Իմ երկացանկում արդեն իսկ օգտագործվել է դուդուկը, իսկ Սամվել Երվինյանը իր ժուտակի միջոցով հայկական ոճը հաղորդում իմ երաժշտությանը։ Շատ հնարավոր է, որ իմ ցանկում ներառվի եւս մեկ հայկական գործիք, ինչու՞ չէ նաեւ հայկական երաժշտություն։ Այս պայն կդժվարանամ ստույգ նշել, թե հայկական որ երգը կամ որ մեղեդին կներառեմ, քանի որ անուններ չգիտեմ, բայց առաջիկայում խիստ հավանական է, որ նորից օգտագործենք հայկական էլեմենտներ։ Երբ ինչ-որ բան ես նվագում, պետք է ամենից զգաս, իսկ երբ երաժիշտն այդ ամենը զգում է, ուրեմն նա կարողանում է լավ մատուցել։ Չէի ցանկանա ներկայացնել մի բան, որը կեղծ է։ Կարծում եմ ամեն ինչ պետք է հոգուց գա։ Չմոռանանք, որ հատկապես հայկական մեղեդիները վերարտադրելիս պետք է դրանց մեջ հոգի դնել, իսկապես այն իմ հոգուց պիտի հնչի։ Ինչպես եք ծանոթացել Սամվել Երվինյանի հետ։ freedom? Առաջին անգամ ինձ Սամվելին ներկայացրեց Պետրոն, ով իմ խմբի դուդուկահարներից է։ Նա ինձ ասաց, որ ինքը շատ լավ ընկեր ունի, ով ջութակի աստված է։ Երբ Սամվելը եկավ եւ ընդամենը 1 րոպե նվագեց ինձ համար, ինձ դա բավական էր, որ ես հասկանայի, թե ինչ հնարավորություններ կարող է ունենալ այդ հայ երաժիշտը։ Նա այդ մարդն է, ով ինձ հետ պետք է աշխատեր շարունակ։ Ես տեղյակ եմ, որ դուք ինքնուս եք։ Արդյոք դա ձեզ չի խանգարում։ Չեք բարդությունավորվում այդ բացի պատճառով։ Ես ազատություն եմ նախընտրում նաև երաժշտության մեջ, եւ ինձ համար երաժշտությունը կարծես թե հեղուկ լինի։ Եթե ես երաժշտական օրենքներով աշխատեի, ես սիմֆոնիայի մեջ իրավունք չէի ունենա դուդուկ օգտագործել, բայց այսօր այդ համադրությունը բոլորին է դուր գալիս։ Ինձ մոտ լսողությունը շատ ավելի ուժեղ է եւ շատ ավելի կարեւոր գործոն, եւ ամեն մի նոտա յուրահատուկ ձևով եմ ընկալում։ Իսկ այդ հանգամանքն իմ աշխատանքների մեջ շատ է ինձ օգնում։ Գուցե ավելին, քան տեսական գիտելիքները երաժշտական բնագավառում։ Շատ համաշխարհային աստղեր Հայաստան եւ հատկապես Ղարաբաղ այցելելիս հայտնում են Ադրբեջանի սև Այդ առումով դուք մտավախություն չունեք, չէ՞ որ ունկնդիրների մեծ դաշտ եք կորցնում։ Well, yes, I have used. Երբ հայ ազգը նման ընդունելության արժանացրեց ինձ, իմ խմբին, ես հասկացա, որ ինձ այլևս ոչինչ չի վախեցնում, այլ ընդհակառակը, ավելի է պարտավորեցնում կրկին հյուրախաղերով գալ Հայաստան։ Ինչ խոսք, կուզենայի, որ աշխարհի բոլոր երկրներում իմ երաժշտությունը մատուցեի անխտիր, առնչվեի այլ մշակույթների հետ, ներկայանայի բոլոր ազգերին։ Իսկ ինչ եք ձեզ հետ տանելու Հայաստանից։ But what I'm gonna take with me. Առաջին օրը, երբ ես Հայաստան եկա, տպավորվեցի միանգամից։ Գիշեր էր։ Ձեր հանրապետության հրապարակը տեսա, որը շատ գեղեցիկ էր, անչափ տպավորիչ, իր լուսավորություններով եւ ջերմ մարդկանցով։ Հոգիս միանգամից լցվեց։ Ես անչափ հավանել եմ հայկական ուտեստները՝ զանազան, գունեղ ու ախորժելի։ Ցավում եմ, որ դրանց անունները ես չեմ հիշում։ Հայաստանից ես կտանեմ ժողովրդի ջերմությունն ու նրանց սերը։ Հավատացնում եմ ձեզ, որ սեպտեմբերի 23-ը երբեք չեմ մոռանա։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյան։